Գործարար Լևոն Հայրապետյանը ազատ կարձակվի։ Ուղղակի պետք է մի փոքր համբերություն ունենալ, վստահեցնում է Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։ Քայլեր ձեռնարկում են բոլորը ձեռնարկում են, ես տեղ չէի, ես նոր եմ վերադարձել, ես փորձեմ նորից վերադառնամ այս խնդրին։ Արա Աբրահամյանը պարզապես հիշեցնում է, Լևոն Հայրապետյանը հսկայական օգնություն է ցուցաբերել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին։ Հիմա ժամանակն է, որ մենք մեր խոսքը ասենք իր նկատմամբ, մենք բոլորս պետք է ասենք։ Դա բոլոր հայությունը Ռուսաստանի 2.5 միլիոն ուզում մի բան, որ այդ մարդը որպես բարերար դուրսը լինի, դուրսը սպասի։ Նույն գործով ձերբակալված է Ռուսաստանի խոշոր ֆինանսա-արդյունաբերական խմբերից մեկի AFK Սիստեմայի հիմնադիր եւ ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը, ով տնային կալանքի տակ է։ Ըստ պարոն Աբրահամյանի, Վլադիմիր Եվտուշենկովի տնային կալանքը նույնպես կարող է արագացնել դատական process-ը։ Այո, որ տեսնենք, որ Եվտուշենկոն, Վլադիմիր Պետրովիչը ինքը բոլոր հարցերի պատասխանեց, հետո Հայրապետյան Լևոն դուրս եկավ։ AFK Սիստեման բավական սերտ կապեր ունի հայկական, քաղաքական եւ տնտեսական շրջանակների հետ։ Ընկերության տնօրենների խորհրդի անդամ է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, սակայն նրան սպառնացող որևէ վտանգ Արա Աբրահամյանը չի տեսնում։ Երկրորդ հանրապետության նախագահան լրիվ ուրիշ ֆունկցիաներ, ուրիշ արտականություններ եւ աշխատանք ունի, դա ընդհանրապես կապ չունի։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միության հետ փաստաթուղթ ստորագրելուն, ապա Ռուսաստանի Հայերի միության նախագահը վստահ է, չնայած խոչընդոտներին ու խնդիրներին Հայաստանը կստորագրի պայմանագիրը, չստորագրելու պատճառ նա չի տեսնում։